Միասին կարդանք մի հատված Գարեգին Նեժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքից։ Ժողովուրդներն ավելի ուժեղ են, քան ժամանակավոր դժբախտությունները, կարիքը, բռնությունը։ Կհրապարակ կխոսեն լսեմ ու խանդավառ շրթունքներ և երեկվա հակասություններով այնքան հարուստ մեր կյանքը կիմաստանա բարոյական ճշմարտություններով։ Խոսելուց առաջ ամեն ոք ոսկե կշռով նախ կկշռի իր խոսքը։ Մայրերը զգաստության և ուղղության կհրավիրեն ազգայնորեն տկարացածներին դաստիարակելով իրենց զավակները նախ հայրենիքի համար։ Դպրոցը կդառնա ազգային ոգու և ուխտի դպրոց, մամուլը՝ լույս և ջերմություն սփռող, կինը՝ ընկերն ու օգնականը և ոչ աղախինը տղամարդու։ Ուսուցիչն ու աշակերտը կունենան իրենց ընդհանուր ուսուցիչը՝ լուսավոր ժողովրդասիրությունը, այսինքն, որ բավարարեր անհատի իմացականությունը, ջերմացներ սիրտը, զորացներ հույսը, վսեմ ժողովրդասիրություն, որից հայությունը կարողանար ստեղծել մի հրաշագործ ուժ։ Հայը կունենա ավելի բարձր ըմբռնում կյանքի մասին։